Այսօրերին մենք հաճախ ենք լսում օդար դիվանագետների կողմից այսպես ասած սուր եւ աննախադեպ ելույթներ, ինչու՞ նաեւ արտահայտություններ, որոնք ըստ էության խախտում են դիվանագիտական պրոտոկոլին, դա մենք անցած ժամանակներում դարբեր հարցերում ենք լսում, դա ոչ միայն արցախյան հարցում, ինչու՞ նաեւ մեր երկրի ներքին հարցերում, բոլորս վերջերս ականատեսն ենք եղել Ռուսաստանի դեսպանի հայտնի միջամտությունը մեր ամեն ինչին, կարծես թե ամեն ինչ նորմալ է Ռուսաստանում, արդեն խնդիրը պրոբլեմ մնացել է Հայաստանում գարկուկանոն հաստատելու, տասեր են տալիս մեզ, թե մենք ինչպես պետք է վարվենք, ինչ պետք է անենք, ինչ պետք չի անենք, նույնպես արևմտյան բլոկի ներկայացուցիչները, խնդրեմ ինչպես որ դուք հիշատակեցիք, Արցախյան հարցում խիստ վնասարար ի վնաս մեզ, այսպես ասած, մտքեր են շրջանառության մեջ դնում, որը նախկինում դա նրանք երբեք չեն արել։ Եթե քուլիսներում խոսել են իրենք այդ մասին, բայց բարձրացան երբեք այդ մասին չեն։ Շատ հետաքրքիր է, թե ինչու այսօր այդ ամբողջը բարձրացանում են։ Ես առաջին իմ ռեակցիան այն է, որ այս ամբողջը հուշում է մեզ մեր պետության կապիտուլացիան։ Այսինքն սա ահազանգ է։ Այս ամբողջը մենք պետք է ընդունենք որպես ահազանգ, այլ ոչ թե փորձենք հագաթրվենք այս գայսրության կամ այն գայսրության դեմ։ Նրանք իրենց այսպես ասած գործով են զբաղված, երբ որ դու չկաս կամ դու գաս այնպիսի վիճակին ես ինչին այսօր ես, նա ստիպված է իրերը գոչել իրենց անունով եւ ասել, որ դու գոյություն չունես։ Այսինքն այս կապիտուլացիայի գլխավոր պատասխանատուն, որը Սերժ Սարգսյանն է, ես կարծում եմ այդ եւ ռուսական կողմի եւ արևմտյան բլոկի կողմի այս սուր աննախադեպ հայտարարությունները, որը մեծ հաշվով շատ վնասարար է մեր ժողովրդի համար, ուղղված են Սերժ Սարգսյանին։ Այս օրերին մենք վտանգավոր օրեր ենք ապրում, այսինքն Երևանում ինտիմատիր շարժուցև անելը այսօր եւ 6 ամիս առաջ տարբեր են։ Հայտնի կենտրոններից մենք գիտենք ինչպիսի քարտ պլանշներ են դրված ներկա իշխանություններին, որ ամեն գնով սաղմում խեղդել որևէ անվերահսկելի իրենց կողմից անվերահսկելի շարժում կամ շարժումներ։ Ես այս իմաստով ունեմ մտահոգություն, վտանգավոր օրեր ենք մենք ապրում, այսօր ավելի վտանգավոր են, քան ամիսներ հետո, բայց ինչ արած, սա ըստ էության ազդակրական պայքար է, եւ ես մեր մայիսի 16-ի հանրահավաքը կառանձնացնեի նաեւ անվանելով ազդակրական պայքարի դրոշի բարձրացմամբ, մեզ չի վախեցնում այս կամ այն գայսրության հոխորտանքները, թե խելոք մնացեք, սա ուրեմն մենք գտնվում ենք մեր երկրում, մեր ոտքերը մեր հողի վրա է եւ մենք մեզ հզոր ենք զգում, անկախ մեր քանակից եւ մեր բայկարի միջոցների քանակից։ Եվ եթե այդպես է, ուրեմն հաղթանակը մերն է։ Այսօր եթե մեր ժողովրդի զգալի մասը մեր ազգային կարևորագույն խնդիրներով եթե չի զբաղվում, դա չի նշանակում, որ մեր ազգը թաթարել է ազգ լինելուց, այդպես չէ։ Մեր ժողովրդին հասցրել են այս վիճակին։ Վերջի 20 տարին գեղեցվել է մեր ժողովուրդը եւ գեղեցվել է ոչ թե օտարի կողմից, գեղեցվել է հայանուն ռեժիմի կողմից, որը հայ ժողովրդի համար շատ ավելի ծանր է եւ դժվար է դանելը, քան թե եթե օտարը առած լիներ դա։ Ուստի ես համոզված եմ, որ ժողովուրդը գա պիտի լինի գայծ, պիտի լինի ինչ-որ պրոցես, վերջ-վերջո ժողովուրդը նոր գայծի եւ նոր առողջ պրոցեսի հետևից անպայման գնաց ցածարողն է եւ հետևից գնացողն է, դրանում չեմ կասկածում։ Ուստի Սերժ Սարգսյանը իր սեփականացրած նաեւ քաղաքական թաշտը ամբողջությամբ, որի մեջ նաեւ գարգարուն ինտիմատիր ուժերն են եւս ճագերդավոր ինտիմատիր ուժերը, իմ հորդորն է մեր ժողովրդին, մեր ակտիվ երդասարտությանը ամբողջությամբ փակել այդ էջը եւ բացել նոր էջ, փորձել գտնել նոր լուծում, որը ըստ էության մենք ամիսներ առաջ առաջարկել ենք, այսօր եւս առաջարկում ենք, հարիթից օգտվելով ես այդ լուծման մասին խոսելու եւ լսելու
հրավիրում եմ մեր ժողովրդին մայիսի 16-ին մեր կողմից հայտարարված հանրահավաքը օպերայի հրապարակում, ազատության հրապարակում, ասելու համար, որ ամեն ինչ կորած չէ, մենք սկսում ենք մի նոր գործընթաց, որի արդյունքում ոչ միայն մեզ հաջողվելու է մեր ազգային արժանապատվության դեր կանգնել, այլ մեզ հաջողվելու է ազատագրել Հայաստանի Հանրապետությունը, ներառյալ Արցախը։ Մինչ օրս ընդդիմությունը ինչ բանաձևեր լուծման, որ դրել է շրջանառության մեջ եւ հանգել է 0 արդյունքի, այդ իմաստով աննախադեպ է մեր առաջարկությունները, մեր բանաձևերը լուծման 180 աստիճանով դարբերվում են մինչ օրս առաջարկված եւ իրագործված մարտավարություններին, ուստի ես համոզված եմ, որ այս իմաստով կոնե սկսելու համար երիտասարդության եւ այն երիտասարդության, որը գիտակցում է, որ ուշ թե շուտ պետք է քաղաքական բերի տակ մտնի, այդ երիտասարդության մոտ ես կարծում եմ, որ մայիսի 16-ին ինչ որ չափով բեգումնային է լինելու։